Արցախի ազգային ժողովի պատգամավորում Էտակ Սեհակոբյանին։ Թանկագին հայրենակիցներ, մենք այսօր այստեղ ենք մի այնպիսի պահի, երբ Հայաստանը գտնվում է միջազգային ուշադրության կենտրոնում։ Երևանում է Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահը, ով նաև Բաքվում է լինելու։ Միացյալ Նահանգները այսօր հանդիսանում է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի հիմնական միջնորդը։ Սա մեկ բան է նշանակում։ Կենտրոնում պետք է լինի մարդու իրավունքը, ոչ թե ուժի իրավունքը։ Եվ այդ մարդու իրավունքի ամենակոպիտ խախտումը այսօր հայ գերիների Բաքվի բանտերում լինելն է։ Եթե խոսում ենք խաղաղության մասին, ապա գերիներ չեն կարող լինել Բաքվի բանտերում։ Մենք չենք կարող տարիներ անց դեռևս ունենալ անհայտ կորած հայրենակիցներ եւ որևէ ճշտում կամ լուրջ կարողանանք ունենալ մեր հայրենակիցներից։ Եթե խոսում ենք վստահության մասին, ապա չենք կարող ականատես լինել կեղծ դատավարությունների։ Եվ ի վերջո, եթե խոսում ենք միջնորդության մասին, ապա չի կարող լինել այսպիսի լռություն, որ տիրում է։ Այս հրապարակից մեր ուղերձը պարզ է, հստակ։ Միջնորդությունը պարտավորություն է, ոչ թե դիտորդական դեր։ Ամերիկայի Միացյալ Նահանգները ունի ոչ միայն ազդեցություն, այլ նաև այս պահին ունի պատասխանատվություն, պահանջելու գերիների արագ, անհապաղ եւ անվերապահ ազատ արձակումը։ Մենք չենք խնդրում բացարձակ կամ բացառիկ վերաբերմունք։ Մենք պահանջում ենք այն նվազագույնը, որ միջազգային իրավունքն արդեն իսկ պարտադրում է։ Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահը պիտի լսի մեր ժողովրդի ձայնը։ Եվ մենք ուզում ենք, որ այս ձայնը հասնի հենց իր միջոցով, հասնի Բաքու, առանց որևէ ահավաղման։ Հայ գերիները քաղաքական գործիք չեն ու չեն կարող ու չպիտի լինեն։ Նրանց ազատությունը չի կարող պայման լինել։ Այն նախապայման է ցանկացած իրական խաղաղության համար։ Եթե նրանք ազատ չեն արձակվում, ուրեմն չկա խաղաղություն եւ այդ խոսակցությունները դատարկ ու սին են։ Մենք այստեղ ենք, որպեսզի հիշեցնենք բոլորին։ Մենք չենք լռելու, քանի դեռ վերջին հայ գերին ազատ չի արձակվել։ Խաղաղությունը առանց ազատության չի կարող լինել։ Ազատություն! 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 Այժմ խոսքը տրամադրում եմ Արցախցի